Ինքնության խորքային բացահայտում գեղանկարիչ Աննա Սողոմոնյանի ալտեր էգո խորագրով անհատական ցուցահանդեսում։ Այն արվեստասերին հնարավորություն է տալիս ստեղծելու կապ ներսի ու դրսի եսերի միջև։ Սողոմոնյանի մոտ 3 տասնյակ կտավներն ամիսներ առաջ ներկայացվել էին Բաթումիի պետական պատկերասրահում, այսօր արդեն ցուցադրվում են Երևանում։ Ճամփորդությունը դեպի մեր ներքին աշխարհ, մեր տարբեր եսերը, որ մարդիկ ունեն, որոնց մի մասը հաճախ ճնշված է ու չնկատված, մեր երազանքները, վախերը, բոլոր մեր ներքին process-ներ, որ մենք հաճախ չենք գիտակցում, բայց իրանք կան ու ապրում են մեզ հետ։ Գեղանկարչուհին ընդգծում է, յուրաքանչյուր կտավ ունի երկու հեղինակ, մեկը նկարիչն է, մյուսը դիտողը։ Նկարել է այն, ինչ այդ պահին պտտվում էր իր գլխում, բայց մարդիկ կտավները տեսնում ու զգում են յուրովի։ Այս բոլոր կերպարները, կենդանիները իմ գլխում կան, իրանք ապրում են ու ես հույզերը հաճախ տեսնում եմ կենդանիների տեսքով։ Ես չեմ տեսնում իրանց ինչ-որ абստրակտ կամ հաճախ ինչ-որ կամ կենդանիներ են կամ դիցաբանական կերպարներ ու ես հենց այն ամեն ինչ-որ տեսնում ու զգում եմ, ուղղակի նկարում եմ, ոչինչ չեմ հորինում։ Սողոմոնյանը խոստովանում է, իր կտավներում առկա է ծննդավայրի Դիլիջանի անտառների աշնանային երկներանգությունը, ասում է, ենթագիտակցորեն է լինում, ինչ էլ պատկերի, դեղինի տաք երանգներն օգնության են հասնում։ Դիտորդը այս ցուցահանդեսում պետք է հանդիպի ինքն իր հետ, իր այն հատվածների հետ, որոնք ինքը միգուցե խուսափում է տեսնել։ Ու ես այս քանի օրերի ընթացքում բազմիցս անգամ տենց բաներ տեսնում եմ շատ զարմանալի։ Մարդիկ իրանց ֆոբիաների հետ են հաճախ առնչվում, իրանց երազանքների, որոնք միգուցե իրանք չէին էլ զգացել, որ ունեն։ Շատ զարմանալի պատմություններ, որոնք չափազանց անձնական են, որպեսզի ես դրանով կիսվեմ։ Յունգյան ստվերների գաղափարից ոգեշնչված նկարչուհին արվեստասերին հրավիրում է բացահայտել իր ալտեր էգոն։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։